Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube անալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հարգելիներս, որ ասում եմ բաժանորդագրվեք, իմիջիայլոց շնորհակալություն, երեք մարդիկ հասկացել են բավական մարդ բաժանորդագրվել է։ Դա այն, որ վիդեոն նայում եք, տակը սև կնոպկանա, սեղմում եք եւ վերջ, անընդհատ ձեզ թարմ լուրերը գալիս է, քանի որ դա նպաստում է, որ հաղորդումը շատ մարդիկ նայեն, իրազեկվեն եւ իմ հաղորդումը միմիայն վերլուծական է։ Ես ոչ պրոռուսական եմ, ոչ պրոթուրքական, ոչ է պրոարևմտյան, ես պրոհայկական եմ։ Սկսենք հաղորդումը։ Նախ ուզում եմ առաջինը շնորհավորել Հայրերի օրվա արդիվ, սա Հայաստանում միջազգային տոն չի, ես կցանկանայի, որ հայրերի օրն է լիներ միջազգային տոն, քանի որ մայրերի օրը կա գեղեցիկ օր, լինի հայրերի օր, ինչ կլինի, որ կեսը իրանց դրել են դեբիլի տեղ սովետական փետրվարի 23-ին տոնում, զինվորի օրը տոնում են, թող հայրերի օրը լինի, Եվրոպայում կա եւ մայրերի օր, եւ կա կանանց օր, թող լինի հայրերի օր, մի հատ է զինվոր կռված տղեկի օր, ինչ կլինի, որ Շնորհավորում եմ ամենայն դեպս։ Հիմա ուզում եմ անցնել բուն հաղորդմանը, քանի որ հաղորդման թեման բավական արդիական է եւ ունեն բավական հետաքրքիր լուրեր, վերլուծականներ, հատկապես ինչ են Հայաստանի հանդեպ ուզում անում Կրեմլը, ուզում անեն Կրեմլը, որի հիմնական գերագույն գլխավոր կատարողները Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան եւ Լևոն Տեր-Պետրոսյանն են։ Հարգելիներ, սկսեմ ամենաառաջինը։ Ուրեմն հաղորդում ընկավ աչքիս Առաջին նյուզից, ժողովուրդ ջան, առաջին նյուզ, մարդիկ նայում են, կիսվում են, Մոսկվայում, որ այրվում է ինչ-որ միտեղ, Արմենիա է կոչվում, ինչ մերձ Մոսկվայում, մի հատ, ինչքան ես ասեմ ես փնթի, էլի եմ ասում, գյուղացին գեղցու հետ մի խառնակի, ես ինքս գյուղի ծնունդ եմ, ես դրանից չեմ ամաչում, բայց գեղցից չեմ, դա նույն քաղաքացու եւ քաղաքենու պատմությունն է, ժողովուրդ ջան, այս գեղցու մի հատ Ձայնագրություն, վիդեո զապիս են տեղադրել, կարելի էր ձայնը կտրել, գոռում է այս գեղցու ակցենտով, սկզբից գոռում է ռուսերեն, Աֆիգետ, աղջել է զանգատես, դերեն աղջկա, բանը մեջն է, իրանք մեջն են, այ մարդ, այ լրատվական, այլ սերժանիկոլական, քոչարյանական, որ բոլորդ նույն եք լրատվական առաջին նյուզ, լուրը կցելուց քեզ հաճելի է, որ մեջը Փնթի ձենա լսվում, մի հատ գեղցիկ կնկա Աֆիգետ, հետո ակցենտով աղջա, լզանգա, բանը տես, բանը մեջն են աղջկա։ Ես ապշած եմ, ինչի սենց լրատվականներ են մատուցում, հա, դրա համար հետո բա կանգնում ասում եք Քոչի տղեն լավ է քրվում, ձեն չեք անում, Արսեն Թորոսյանը լավ է քրվում, ձեն չեք անում, հենց ես մի հատ ասեմ, վիշված Օй գագիկ ջան, խիլտ մի մերախեն չի լսի, ես էլ չեմ ասելու ոչ մի բան, որտեվ մերելների հետևից կամ ոչինչ, կամ լավը, չնայած Նիկոլենք, որ սատկած են արդեն, նրանց հետևից լավը չպետք է ասվի, հա, նրանց հետևից լավը չպետք է ասվի, հասկանալի է, փողոցում մեկի սիգնալիզացիան է հեսա, կանջատ, լավը չպետք է ասվի, բայց ունեմ ասելու շատ բաներ, որը հենց կախված է երկրից փախնելու, այս Արդեն փախնելու, թե Բաքու են փախնելու, չգիտեմ որտեղ էլ փախան գլուխները կտրելու են, որտեղ դավաճան ոչ մեկին պետք չի։ Փաշինյան Նիկոլը ասում է եկեղեցին քրչանոց եւ փալասանոց է։ Հարգելիներս էլ եմ կրկնում, ոչ թե եկեղեցական ղեկավարություն, այլ եկեղեցին։ Ուրեմն Գարեգին Բագրատ Լրփազան, ուրեք, բա հələ խոսեք, ես էլ եկեղեցուն ասում, չկաք։ Այսինքն միտումնավոր կերպով հայ ազգի հոգևոր արժեքների վերջի ոչնչացումը կատարվում է հայ եկեղեցու կողմից։ Թող ոչ մեկ չկանգնի ասի, չէ, հայ եկեղեցու այրերի ներողություն, հայ եկեղեցու ղեկավարների կողմից։ Թող ոչ մեկ դուրս չկա, չասի թե եկեղեցականները լավն են, թողել էին դուրս այսօր մարշով գնային Նիկոլին թաղելու։ Մի օր չարեցին այդպես բան։ Էնպես որ ես դեռ շատ բան ունեմ ասելու, իմիջիայլոց այսօր ինձ ուղարկել են Հռիփսիմեի գավիթի, ես ժողովուրդ ջան, ճիշտը որ ասեմ, տենց ներս չեմ մտել, որտեղ միշտ եղել է նորոգում, ինչքան էջմայածին եղել է, մի 3 անգամ եմ եղել, շատ է չեմ եղել։ Ուղարկել են եկեղեցուց Հռիփսիմեի վանքից նկար, եկեղեցի վանքից նկար,
որտեղ նկարված է ինչպես է Հայաստանը քրիստոնեություն վերածվում, գցելու եմ իմ էջում, Telegram կանալում կգցեմ եւ Facebook-ում ովքեր ընկեր են կարող են կիսվել, որ ցույց է տալիս քրիստոնեությունը տակը հայ թագավորի գլուխը կտրել են եւ հետեւե քարերով գլուխ են ջարդում, երեխաների եւ մայրերի գլուխ են կտրում։ Քրիստոնեությունը սենց է եկե։ Բա հռիփսիմ է, որ դու այդպես ցույց ես տալիս, որ մարդը կուզենա դրանից հետո քեզ հավատա։ Հասկանում եք քրիստոնեության իմաստի այս աղավաղումը ցուցադրական պատկերները, սա մարդուն ասում է, դուք մարդասպան եք, ձեր մոտ ուր կան։ Աստվածաշնչի աղավաղումը ըստ ջուդական տեքստի նույնն է գալիս։ Էնպես որ այս խայտարակությունները հատուկ հիմա ձեզ ասեմ, գիշերը Երևանում վառվում են մեքենաներ արագընկալ, հետո ինչ է կատարում, հետո երեխաներ են մահանում, հիմա հիվանդանոց էլի կրկին 1.7 ամսական երեխա է մահացել հիվանդանոցում։ Այս ամբողջ գործողություններում ինչ կա ժողովուրդ, ասեմ ձեզ, եւ երկրում ցույց տալ, որ իբր լավ են, բայց ամեն ինչ վատանտրության դեմ նիկոլական մարդիկ իբր սարքում են բաներ, մանկապարտեզ հիվանդանոց մնացածը չեն անում։ Ես այս բոլորը միտողով եմ անդրադառնում, այո, որտեվ սա հեսա կբացատրեմ ինչի հետևանք է։ Կամ Արթուր Պողոսյանը քնչականի երկու մարդ ուզենալու հանելու համար կազմակերպեցին այդ շոուն 590,000-ը գողացան, կես ժամ հետո բերին դրին տեղը երկու բաժնի ղեկավարի հանելա։ Ժորժ ջան, գիտեք սա ինչ է նշանակում։ Հիշեցնեմ ձեզ, որ 1988 թվականից հետո 89 թվականին, երբ որ արդեն անվերադարձ Հայաստանը դուրս էր գալիս Խորհրդային Միության ուղեցրից, հատուկ KGB-ի աշխատողներ լցվել էին Հայաստան, բոլոր պաշտոնյաների, ինչպես նաև մեծ բիզնեսմեններին հավաք վախեցրել էին, որ ձեզ կվերացնենք, եթե դուք որևէ ազգային բան անեք։ Սա կոչվում է սաբոտաժ, պետության կողմից ժողովրդին շանտաժ անելը, վախեցնելը, սպանելը, կրակելը կոչվում է սաբոտաժ։ Նույնը հիմա կատարվում է Կռեմլի հրամանով։ Սա է փափուկ ուժը, ժողովուրդ ջան, որ ասում էին փափուկ ուժ, դա նշանակում է, որ զորքերով Ուկրաինայի պես չէին մտնել, այսենց եկեղեցին փալասա չուլա, ես իմ ժողովրդին սպանություններ, մարդկանց մեքենաներ վառել անակնկալ, մեկի դանակահարել, մեկի տունը սպանել, մնացածին վրաերթի ենթարկել, մնացածին պատուանից գցել, շենքից հրել գցել, կամուրջից գցել եւ այլն։ Հասկանում եք, Կռեմլի ստեղծած վիճակով եւ հարձակումը ոչ միայն եկեղեցիների դեմ, ես ասեցի, չէ, նորը որ Կռեմլը հրաման է տվել հայկական եկեղեցիները Ադրբեջանում ինչի ուղղափառ։ Թող ասել ուղղափառ չի, թող ասել դառնա կաթոլիկ, կամ դառնա, ինչ ասեմ, դառնա արաբական օրթոդոքս, չէ։ Ուղղափառ, այսինքն որ ինքը խլի իր անունի տակ եւ մնացած եկեղեցիները։ Հիմա սկսել է Նիկոլը 100%-անոց կատարել, այ Լավրովը ինչ հրաման տվել, հրամանները որպես մատաղի ուր, որ հայկական եկեղեցուն հիմա գցեն նկարնել հենց այնպես չի դուրս գալիս։ Ժողովուրդ ջան, ել եմ կրկնում, սա երկրի կործանման չստացող ծրագիրն է, որը գործում են ռուսները։ Իմիջիալոց երեկվա ասացիցս հետո հաղորդումների մեջ օգտագործում են հենց պրոքոչյանական, որ իմ համար նույնն է նիկոլական ուժերը, օգտագործել են իմ հաղորդումը, բայց ավելի հայոյանքով։ Ես ընդհանրապես չեմ խոսելու էլ այդպես, ինչի ոչ թե որ վախենում եմ, այլ ցանկություն չունեմ, ես խոսում եմ այն, ինչ որ պետք է եւ ազգը պիտի հասկանա նա, ինչ որ ասում ենք։ Թող ուրիշը հայոյանքով խոսա Վիգենի մասին, այս Նազենի եւ այլն, ես ինչ որ պետք է այդ եմ ասել։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսել Հայաստանի համար։ Ուրեմն տեսեք, շատ հետաքրքիր հարց կա։ Բանը արտիկում տեղի ունեցել տորնադո նոր բառերով եւ առաջին անգամ Գագիկ Սուրենյանը ասում է տորնադոյ է տեղի ունեցել Հայաստանում։ Գագիկ Սուրենյան, դու ծննդով Թալինից ես, դու պետք է եթե տատերիդ պապերիդ հիշեր կամ իրենց խոսքերը կհիշեր, որ տորնադոն հայ մեր մեծերի մոտ, օրինակ տատս ասում էր հորքուրս ուշապի քամի, այսինքն վիշապի քամի։ Հորաքրոջս մեծ ֆռացրել է քարերի վրա Հառիճի գյուղերում, կարճել է քարերից, վերցրել տարել է, տատս վազել է հետևից, շատ ծանր եղել։ Այսինքն հենց այդ տորնադոն վերցրել է 6 թե 7 տարեկան երեխա եղել, շպրտել է, քարերից կախված եկել են, բռնել են, հետո հանել են, ասում ամբողջ մատներս հորքուրս ասում էր արյուներ, մտցրել է վիշապը եկավ, տարավ, դե իրանք վախեցնում են, ասում են վիշապը փոչով էր ֆռացնում, դե հաշվենք 100 տարի առաջվա բանա, իմ տատս 1903 թիվա ծնվել, հորքուրս 24 թիվ էր կարծեմ կամ 26։ Մի խոսքով 100 տարի առաջ ավելի հետաքրքիր, հիմա են մարդիկ ընկած միֆ փնտրում, այսօր
լուր տպեցին, որ Ճապոնիայում իբր արծաթափայլ վիշապի վերջապես թողել են 500 տարվա թանգարանները պահած գանձարաններից անեն, պարզվելա դե հենկայել չէ, տեսքից էլ նայվես, պարզվելա, որ կզաքիս է, այսինքն նորկա։ Մնացել չորացելա, դե նորկայի մորթին հիանալի գույն ունի, որ պահում եք, ոսկեփայլ, արծաթափայլ, ծիածանափայլ երանգ ունի, ովքեր լավ նորկա տեսել են, իր վերևի մասը մուգ շագանակագույնա, տալիս է այսպես ծիածանափայլ, գնում է մեջը բաց երկնագույն է լինում։ Հա, էտա ուզում եմ ասել, այս մարդիկ, որ գիտնական են համարվում 500 տարի խաբել են մարդկանց, հորաքույրս, տատս, տարիքով կին, եղեռ տեսած, բնականաբար իրանց համար դա վիշակիպի կերպ է եղել, որ վերցրել երեխուն թռցրել է։ Ուզում եմ ասել, Սուրենյան, սա առաջի դեպքը չի, Արթիկի տարածաշրջանը միշտ է վիշապի քամի եղել։ Արագածի հովիտն է, որը ճնշման տարբերություն է տալու, միշտ ճնշման ժամանակ ալնում քամին, բարձր, ցածր, տաք ու սար հոսանքների։ Ցավալի է, որ տներ են քանդվել են տանիքներ եւ այլն, աստվածտա զոհեր կամ վիրավորներ չեն։ Սա այսպես անդրադարձ է։ Ես ուղղակի որ գրել են առաջին անգամ, հարկ է լինես, այսօր ժողովուրդը այնքան սենց բան է անընդհատ վատ լուրի, որ միանգամից արձագանքում է վախին, էլի։ Սա նույնպես են վախի մթնորդն է, այ մարդ, այս ինչ երկիր է, միտեղ տորնադո, մյուստեղ սպանում են, այն միտեղ կրակում են, այն միտեղ վառում են, այն միտեղ եկեղեցին են պղծում, այն միտեղ զինվորին են սպանում, այն միտեղ դանակներով են սպանում, երեխուն հիվանդանոցում են սպանում, կախում են եւ այլն, չէ, այսպես չի։ Սա ռուսական հրաման է, ովքեր 89 թվին կհիշեն գործարաններում massայական կարծեմ անուշ գործարաններ թե որը եթե չեմ սխալ թունավորումները եւ բայրն որ Արցախյան շարժումը սկսվեց հիշեցնեմ նաեւ երկրաշարժը որը իրականում եղեռներ հայազգի հանդեպ 250,000 մարդ մեռավ ստից գրին 25,000 այս ամբողջը իրականություն կա Գորբաչովի վիդեոն դրեք նայեք անընդհատ 11:42 մակում ժամին անայում եւ այլն Այս ամբողջ գործողություններից հետո ուզում եմ ներկայացնել եւս մեկ բան Կարմիր բլուրի մասին քանդվում է, սա էլ պատմական արժեքների քանդել։ Քաղաքը քանդին, հեռուստատեսությունը քանդում են մեդիան, ԼԳՏԲ հանում ցույց են տալիս, եմ կամի բլոկի լակոտը, որ ոչ ձեն ունի, ոչ բան վերեկողել են խումբ, այն խոզի վաստակը հելում է գոմիկի պես է երգում, շորեր հակած կանացի, որի սկիզբը դրել է Սուպերմամա Հայկոն, որին բերին Երևանի քաղաքապետ իր մասոն աներով Երևանի քաղաքապետ ընթացքում 5-6 հատ տուն հետ գցեց մենակ Պրագայում տուն առավ։ Այս ամբողջը ռուսական ծրագրի մասն է, փափուկ ուժ է, այսինքն զինված Ուկրաինայի պես ինքնաթիռներով չթռեն։ Ներսի դավաճաններին վճարեն, որ Հայաստանը վերացնեն, որ Քոչարյան կարիճի դառած միութնական հանրապետություն։ Հայազգը ռետար ունի աշխարհում եզակին է, ով ռեյով է խոսում, այնի ուրեմն չասեմ ինչա։ Նույն Քոչարյան, նույն հակա իբր կոմունիստ Սերժի կադրերի բաժնի պետք բան խզմո եւ այլն։ Պարզա։ Ես հենց շատ բաներ ունեմ ասելու, սրանք թող մնան, որտեղ գնալու ճանապարհին իրանք հատուկ են այնպես անոր ազգահատի իրենց, որ գնալուց հիշում եք Սերժը վերջում ինչ ասաց, ունենք չանեք մարտի 1 սարքեմ։ Նույնը սրանք են ամ, ել չեմ ասում, միպի ղեկավար են Կարլիկ Նոսը, Աննայի համար, ասում Աննայի խոսացածները ես չեմ մեկնաբան։ Դե լավ է, էլի։ Երկիրը կռիվանելը չմեկնաբանել, ծեծելը քրեական գործ չի, հայոյելնա քրեական գործ։ Է բա որ կանգնի Արթուր Պողոսյանը քնչականի պետ ասի ամեն տառս օրենքին համապատասխանա, բա տենց է պետք է մարդիկ սկսելու են իրար խփել, ասեն քրեական գործ չի, քրֆել, չեն քրֆել։ Չենք քրֆել, մենք քրֆելն է քրեական գործ, տանակով խփել եք։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, հարգելիներս։ Շատ հետաքրքիր բան է կատարվում միջազգայինով Էրդողանը երեք եմ ասել Հայաստան, Հնդկաստան եւ Պարսկաստան միավորումը, ինչպես նաեւ Թուրքիա, Պակիստան եւ Ադրբեջան։ Էրդողանը խնդրել է պարսիկներին պաշտոնապես, որ լուծի Զանգեզուրի միջանցքի հարց։ Այն որ ես ասում եմ, պարսիկները միակն են, որ այսօր ոչ թե մեզ սիրելով, այլ ուղղակի պահում են այդ կապը, ոչ մեկ չէր բանանում, ասում, կեսը պարսիկը թշնամի է, կեսը էսա։ Իմ համար ոչ մեկ էլ բան չեն։ Իմ համար ոչ մեկ էլ հայ ազգի հարազատ չեն, բայց կա հարցեր, որից մեկն ու մյուսը իրար դեմ են դուրս գալիս։ Այսինքն չի կարա պարսիկը ավելի վատ տրամադրվի հային, քան թուրքը։ Սա բոլորդ իմ հետ համաձայն եք, ես ոչ
ուր այն տղեն կորելա Պակիստանի շպիոն ինձի որ գրում էր Պակիստանի պես չի լինի էլի Հա, դրա համար հիմա այն որ ասում եմ, այս միջանկյալ ուղղությունն են փորձում խախտել, քանի որ Ռուսաստանը մերել է Հայաստանում, ինչպես տվել է ամերիկյան եւ բրիտանական ծառայությունները Վրաստանին կերան ամեն ձև Հայաստանում փախել են։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը փորձում է իր կյանքի դիմաց, ինքը գիտի որ կյանքը արդեն պատվիրել են, վաղուց են պատվիրել, փորձում է Հայաստանը քանդելով դուրս գա, սա չի ստացվելու հարգելիներս։ Ցանկացած ստորագրած փաստաթուղթ եւ ես իմ պայմանագիր շատ հեշտ ես ասել եմ ու կկնեմ մի անգամից անվավերա հայտարարվում ով ուզում է ստորագրած լինի Ռուսաստանն է իր ստորագրած պայմանագրերը անվավեր համարում մնացածը ոնց կարան կանենք Ադրբեջանը օրական 5 հատ կետ անում Նիկոլ պետք է ընդունի ով ասե չի լինելու ժողովուրդ ջան չի լինելու ուզում եմ բոլորիդ ասեմ թող սառը ցնցուխ լինի Քոչարյան Նիկոլ Սերժ, որ բոլորը միասին Լևոն, որ ուզում են ադրբեջանցիներ գան Հայաստան ապրեն, քանի որ իրաց Պուտինն է հրաման տվել։ Ասում են, լուրեր են տարածում, վախեցնում են, որ Հայաստանից մարդիկ փախնեն, հեսա 300,000 ադրբեջանցի են գալու, ոստիկանները կանգնելու են իրանց պաշտպանեն, բոլորին տրվելու է զենք իրավունք, հայերից ով գոռաց դնեն գլխից գյուլեն։ Ուրեմն ես պաշտոնապես ասում եմ իմ կողմից, հələ չեմ ասում խմբերի կողմից կամ ինչ-որ կուսակցության։ Ես երազում եմ այն օրը որ X քանակությամբ ադրբեջանցի մտնի Հայաստան ու փորձի ապրել ու փորձի հայ ոստիկանը կամ որևէ մեկը իրան պաշտպանել։ Ես հետևանքները չեմ ասում, հիշեցնեմ ձեզ, որ հիմա էջիս տակ կգրեք բոլորդ, խնդրում եմ բոլորիդ, գրեք ու կիսվեք այս բանը, որ Ադրբեջանցի մտավ Հայաստան ապրելու որևէ մեկը պաշտպանեց իրան, բոլորը ֆիզիկական պատասխանատվություն են կրելու։ Ֆիզիկական ու շատ ցավոտ, ցանկացած ճանապարհ կլինի ընդունելի։ Գնդակարություն, բռնություն, ես իմ ընտանիք, ցեղ եւ այլն։ Ես սա ասում եմ։ Ու Հայաստանում ինձ հենց հիմա պաշտպանում են այս հարցով մինիմումը 2.5 միլիոն մարդ, Սփյուռքում մինիմումը 15-ից 20 միլիոն մարդ։ Մինիմումը, քանի որ հայերի թիվը 45 միլիոն արդեն ամերիկան է տպում այդ թիվը։ Ես մինիմումներով եմ ասում, էլի եմ կրկնում։ Աստված միար ասցե, բերին ադրբեջանցի, զենքով կանգնեցրին Աբանես ծախված ոստիկաններով եւ այլն, որ Հայաստան ապրի։ Ես ասում եմ ֆիզիկական պատասխանատվություն են կրելու բոլոր ղեկավարները, իրենց ընտանիքի անդամներով եւ բոլոր այդ ոստիկանները իրենց ընտանիքի ու բարեկամներով եւ բոլոր ադրբեջանցիները չասեն։ Հայաստանում ուզում են սարքել արհեստական ձևով Աֆղանստան չի ստացվելու։ Սա վախի են մտնոլորտն է, որպեսզի փորձեն ինչ-որ բան հանեն։ Չի լինելու ժողովուրդ։ Այս խոսքս հիշեք ու ոչ մեկը չվախենար սրանից։ Նիկոլը ամեն ինչի ընդունակ է, եթե անելուն էր վաղուց էր արել։ Ճնշող ուժեր կան, որը չեն թողելու սա։ Իմիջիալոց սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական ռուսական ձևն է, քանի որ ինքը սպասում է, գիտեք ինչի, հենց Ռուսաստանը մի քիչ sense ազատվում է պատերազմական վիճակից, մի փոքր, սկսում է Հայաստանին ճնշելը։ Հիմա Ռամշտայն 28-ն է, Ռուսաստանի հանդեպ նոր ավելի ահավոր սանկցիաներ է լինելու, այդ սանկցիաների ենթարկվելու է Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի բիզնեսմենները, ովքեր Ռուսի համար անցկացնում են սանկցիայի տակ ապրանքներ եւ ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի բոլոր ղեկավարները։ Իմիջիալոց ձերբակալություններ կան մի շարք ղեկավարների, ովքեր մասնակցել են սանկցիոն ապրանքներ տանել կամ արտահանելու համար։ Մերցը այսօր նստավ ղեկավար, մերցը ավելի խիստ է տրամադրված։ Ես ասել եմ ու կրկնում եմ, պատերազմի հրձիկը այս անգամ լինելու է մերցը։ Իր պավազքից, իր խոսելուց, իր հռետորաբանությունից, իր զենքի հրաման տալուց, իր հավաքած մարդկային քանակից սա զգացվում է։ Ռուսաստանը ոչ թե երկրորդ ճակատ է ունենալու, Ռուսաստանը այնքան ճակատներ է ունենալու, որ տակից դուրս չգա։ Գերմանական ճակատ է լինելու, ծովից են խփելու, Ճապոնիայից են խփելու եւ այլ տեղերից։ Այս խոսքս հիշեք։ Այսքանը ձեր համար ասեմ ձեզ։ Բանակի 24 միլիոնի համար մեկ էլ ասեմ։ Հարգելիներս, ով ունի երաշխիք, որ 24 միլիոն տվեց իր տղեն ազատվում, հա, իշխանությունը փոխվավ, այդ օրենքը նորից հետ չեն կանում ու այդ տղուն կանչենք ծառայության։ Չէ, բերեք ճիշտը խոսենք։ Այսինքն դուս ա գալի հարուստ երեխան գնալու է կայֆավա տնի 24 միլիոնը տա, աղքատ երեխան պետք է տանել այնքան, մինչև օրենքը փոխվի որ կա, չէ։
Խնդրում եմ եւ ասում եմ ձեզ բոլորիդ, այս փողը մի թողեք, տվեք, անկախ նրանից մենք որոշելու ենք, որ լինի հայ զինվորը չգնա բանակ, եթե գնա բանակ ինքը ստանա ամիսը 1 միլիոն, լինի բարձրակարգ բանակ, հա, վարձու բանակ, բարձրակարգ բանակ, իսկ պատերազմի արդյունքում ոնց որ Արտակ Սարգսյանն ասում, մենք որոշել ենք Նախիջևանի եւ Արցախի ազատագրումը պրոքսի բանակների օգնությամբ, սա առաջինն է լինելու։ Ինչ խոսք ենք տվել, առաջին այդ հարցն ենք անելու։ Իսկ ովքեր փողով ազատվել են, դա կոռուպցիայի մեջ է, այսինքն ինչ, կոռուպցիան դառնում է պետական լավ ձեր 24 միլիոն տու բանակից ազատվի։ Վաղը միսօր այս մարսվավ տվեցի կլինելու է 50 միլիոն տուր մարդասպանությունից ազատվի, ոնց որ անում են վաղուց։ 100 միլիոն տուր երկրի, ինչ ասեմ, երկրի հիմքը եւ դավաճանությունը ծախելուց ազատվի, չի լինելու սա։ Սա ֆեյքեր է, որ ուղեղները զբաղացնեն, իրականում հայ ազգին վախեցնեն, փախցնեն։ Չնայած հայ ազգի մեջ ինչքան էլ դուրս գնացած ոչխարներ մենք ունենք, բարի բուն իմաստով ոչխարներ, որոնք դրսում վերածվել են Մալի, հատկապես Ռուսաստանի տարածքում ապրող բոլորիդ չի վերաբերվում, ձեր վրա չվերցնենք, գյուղերից փախած անուղեղ ոչխարներ, բարի բուն իմաստով, չասեմ անունները, որ խայտարակ չլեն, գյուղից փախել են 42 տարի ոչիլի պես ապրում են ոչիլի պես Ռուսաստանում եւ ոչիլի պես էլ ապրում են բարևից հետո ապուշ բաներ են խոսում։ Ասնենք, սա որտեվ երեք մի հատ դեպքեր եղել, հետո, այս մեր մեջ գիտենք, ովքեր մոտիկ են։ Հետո էլ ասում են սրանց բերեք Հայաստան, բերենք ինչ անենք։ Բերենք սրանց Հայաստան ինչ անենք, հա։ Այս անասունը, որ խոսալ չգիտի, որ ուղիղ եթերում փորձում է էշ բարեր օգտագործել ցենզուրայից դուրս։ Դրա Հայաստան գալու մա պետք է մնա Ռուսաստան ընդել սատկի, քանի որ իր նմաններն են այդտես։ Սատկի պրծնեք այդտեսներից։ Ուզում եմ նաև ասել, բանը հրապարակներ ոնց որ ճանապարհին կպել է մի հատ կնոջ, այդ կնոջը տեսան, որ երևի Թուրքիա ապրած է եկե, սկսեցին խոսցնել, հետո տարածել, տեսեք Թուրքի կերպար։ Այդ կինը անուղեղ կնիկ է։ Գնաց է Թուրքիա ապրելա, ոնց որ Հայաստանի մոտավորապես 150,000 քաղաքացի մինիմումը Թուրքիայում ապրել հետա գալի։ Ապրելա ու քաղաքապետի։ Էրդողանին գով է ծանասունը, բայց սա ուղղորդված գործ է, Ժորժ ջան, նայել ասեմ սա է։ Այս կինը եկել էր հիմա Սարդարաբադ, ուղեղից Թերհաս, եկել է ազգի հերոսությունը, բայց ասում է, ես ապրել եմ Ստամբուլ, Էրդողանը այնքան լավ բաներ արել, Ժորժ ջան, ես ուղղորդված հարցերով լրագրություն լսնել եւ խայբ հավաքել է, ամենաեշությունն է, դուք փոխանակ ազգի մասին նորմալ գործ անեք, դուք վերցրել եք մի հատ հիվանդ կնգա ուղեղից գրած է Թուրքիա առևտրական, եսի ինչ արեն դե ոնց ապրում է ապրեն չետակրում, ցածր մակարդակի կնոջ այնքան արիք մինչև բարբռնեք ու ձեր թերթերով տպեք, բամոտ չի, այսօր ձեր դլարատվականները ասելու բան չունեն, դուք ազգի միավորման, ճշգրտության, ծրագրեր թոշակառուներին ոնց պիտի հետագային վերաբերվի, աշխատողներին ոնց, աշխատանքային օրենքի կիրառում ողջ խստությամբ, հարկայինի տնտեսական բաժինը ոչ թե պետք է գնա ուրիշների կանանց ներքնազգեստի մեջ վիդեո ու շուչոք տնի, որ պարզի ով ինչ անում, հարկայինի աշխատողները ոնց որ Գերմանիա պետք է դուրսը կանգնած ժամացույցով նայի, հիմնարկի վրան գրածա 11-ից մինչև 20-ը վերջ, 20-ից 2 րոպե դուրս եկավ աշխատողը հիմնարկին 100-ից 500 դրամ շտրաֆ, եթե ոչ 1 միլիոն, եթե ոչ 5 միլիոն, եթե ոչ 25 միլիոն կամ 50-100 միլիոն, որ Գերմանիայի նման շեֆը 10 պակաս գասի արագացրա, շուտ արա, դավայ, հելինգի դուս։ Այդ էս պետք է լինի, որ մարդն էլ հասկանա ինքը ինչ անում։ Կամ դուրս է գալիս 15 լինի քարտի համակարգ, որ խփի այդ րոպեն նստի փողով իր հաշվին, կամ նստի իր հանգստի հաշվին, այդպեսի տարբերակ կա Գերմանիա։ Օրինակ աղջիկս աշխատում է միտեղ հոյակապ ձևա, որ օրը շուտ գնաց 5-10 րոպե խփեց, կամ կես ժամ շուտ գնաց, կես ժամ ուշ դուս եկավ, պացիենտ ունի, հիվանդ ունի, այդ կես ժամ ուշը քարտը խփում է, այդ համարվում է իր հաշվին։ Գումարվում է ամսվա մեջ մի կամ 2 օր աշխատանքային 8 ժամ ելնում է, մի օր ավել տուն է մնում, կամ գումարվում է իր արձակուրդին, երբ ուզում է։ Դա էլ է տարբերակ։ Փող չեն տալիս, բայց այդ մարդու օրն է, ինքը ավել աշխատե։ Իհարկե տարբերակ կա։ Ամեն ձև կարելի է անել։ Անցնենք միջազգային լուրերին, որովհետև մի հատ հետաքրքիր լուր եկա, որ հարձակվել են ցուցարարները, մտել են Նաթանյահուի գրասենյակ։
Այն ինչ որ կատարվում է աշխարհում, այն ինչ որ Իսրայելում, մենք ասել ենք այս մասին, կրկնել եմ, ու մեր գիտնականներն էլ ես շատ շուտ ասեմ ինֆորմացիան ստացել կրկնել, այո, Շիրվանի տարածքում, քանի որ ձեր ասած են, որ Ուկրաինա, Խազարիա չստացվավ, մյուսները չստացվան, քանի որ Իսրայելը ինքը պետություն չի, ինքը Լոմբարդ օֆիս է, իսկ օֆիսը որպեսի ցավոտ չկորցնի, ինքը 15-ից 16000, տեսեք, բոլոր պետությունները իրաց 14000 ստացել է, հիմա մոտավոր սարքել է 20-ի մոտ, դա հեշտ կանցնի, նույն ձև Շիրվանի պետությունը, որը լինելու է այս ժողովից հետո, որ հենց այնպես չի, որ բոլոր ջուրներին կանչել են այնտեղ։ Այս մասին անցնենք մյուս բանին, համաշխարհային ընդհանուր իրավիճակում նավթին խփելու են, որովհետև Ռուսաստանի միակ ձևը նավթն է, իսկ ասма կարած քեզ եմ ասում, կճուճ դու իմացի։ Ադրբեջանի տնտեսության 98%-ը ոնց հաստատեց Ադրբեջանը նույնպես նավթից է կախված։ Էնպես որ կինոյի շարունակություններ դեռ շատ են լինելու, սա դեռ սկիզբն է։ Հաջորդ մասում ինչին եմ ուզում անդրադառնալ, կարճ անդրադառնամ պատմական մասին եւ զուգահեռ կանցկացնեմ այսօրվա Հայաստանի հետ հարգելիներս։ Տեսեք, ես բազմիցս եմ խոսել բոլոր խորհրդային հանրապետությունների բաժանման, կայսրությունների ազգերի բաժանման եւ իրար մեջ ճշտամության մասին, բազմիցս խոսել եմ կենտրոնական Ասիա, Միջին Ասիայի մասին, որի մեջ ազգերի տարածքները բաժանվեցին ոչ հավասար։ Ինչի, որովհետեւ գոյություն ունեին երկու հոգի, զարմանալի է։ Իոսիֆ Վերայքիս կոմունիստ եւ Իոսիֆ Զելենսկի 24 թվին։ Հուշ գաղտնի ծրագիր ուղարկում են Ստալինին։ Հա։ Դե ձևակերպումը սկզբի չասեմ, ես ինչ ընկեր Ստալին, տեղեկացնում ենք ձեզ այն այլասերվածություն եւ այլանդակությունը, որը տիրում է Միջին Ասիայում, պետք է վերացնել ազգերին իրար դեմ թշնամությամբ հանելով։ Զարմանալի ծրագիր։ Նույնը տեղեկացրել են Հայաստանում գտնվող Կրեմլի մասոնական շպիոնները, ջհուդա շպիոնները, որոնք կատարել են նաև Արցախի բաժանումը ավելի շուտ, քանի որ օրինակ կար Արցախը Կովկասյան օզակոմի, այսինքն Կովկասյան կենտրոն կոմիտեի, կոմունիստական կոմիտեի 11 հոգու ժողովով որոշվեց, որ Արցախը անցնի Ադրբեջանի կազմ։ Հսկայական թվով, որի մասին մեր լավ ընկեր Հասան Ջալալյանը փաստաթղթերով, Ստեփան Հասան Ջալալյանը փաստաթղթերով ժամորով տպեց։ Ինչ է նշանակում կուսակցության որոշում։ Ասենք արտակը հիմա Քոչարի կուսակցությունը սարքել է Գերագույն մարմնի անդամ ես եմ։ 7-8 հոգի ենք, նստենք 7 հոգով որոշենք։ Ասենք ընդունենք Հայաստանի մեջ լինի, ասենք Հայաստանը լինի մեծ պետություն, բոլոր վրացի բան եւ այլն մտնեն իրար մեջ, նստենք որոշենք։ Ինչ անենք, բռնենք Վրաստանից Բաթումը մինչև Գորի տանք Թուրքիային, թե չէ։ Թե ավելի լավ է տանկը Ռուսաստանին կամ ապխակելեք, որոշենք 7 հոգով ազգը տենց կտրենք տանք, դա ճիշտ ձև չի։ Դա միջազգային օրենք չունի, դրա համար Արցախը ելել էր խորհրդային միությունից լրիվ օրինական փաստաթղթերի շնորհիվ, ոնց որ Ադրբեջանը։ Դրա համար Արցախին ով որ մտածում է բրծել, նա շատ սխալվում է, քանի որ Արցախի հարցը դեռ սկսման ու ավելի թեժացման փուլում է։ Ու դա Ադրբեջանի ամենամեծ գլխացավանքն էր, որ ինքը կատարեց։ Ուղղակի կուտը տվին ջհուդներով, մեծերով, որ հետո զոհ տան։ Ինչպես ռուսներն են կուտ տալիս ցանկացած մարդու, զոհ տալիս, ինչպես կուտ տվեցին այս Իոսիֆ Վերայքիսին եւ Իոսիֆ Զելենսկու երկու էթնիկ ջհուդներին, որի ճակատագիրը կպատմեմ։ Ուրեմն բաժանիր որ տիրես ծրագրով, հսկայական Ղազախստանը, գումարած նաև Կիրգիզստանը, իրար հետ մտնում է Ռուսաստանի մեջ որպես թուրքեստանյան ինքնավար մարզ, բայց ներքևի մասներն էլ պահում էին թուրքեստանյան խառազգեր։ Քանի որ Միջին Ասիայում ազգություններ ընդհանրապես գոյություն չունեն, ես ձեզ ասել եմ, ոնց որ Ադրբեջանում, սկսեցին ստեղծել ազգեր։ Կիրգիզներին անվանելով կարակիրգիզներ, այսինքն սև կիրգիզներ, ղազախներին էլ կիրգիզներ, ուղղակի նկատի ունենալով սպիտակ, բայց չասեն բելի կիրգիզի։ Քանի որ նման կիրգիզներ գոյություն ունեին, այս ցեղը ապրում էր նաև մի մասը Սիբիրում, սիբիրյան կիրգիզներ, ուրալյան կիրգիզներ եւ այլն։ Ուրեմն ինչ են անում։ Նախ Ղազախստանը հանելու համար մինչև այդ Ղազախստանը դեռ չի ելնում։ Վերցնում են տարածքի մեծ պետությունները, որոնք հազարավոր տարիներ եղել են, Մակեդոնացուց էլ առաջ, Խորեզմի պետությունը, որը հզորագույն պետություն էր, Խորեզմի պետությունը, Բուխարայի պետությունը, Սամարղանդի եւ այլն բոլոր պետությունները վերցնում են, փորձում են բաժանել ըստ թևի։ Գոյություն ունեն սարտեր, որոնք առևտրական մարդիկ են։ Սարտերին բռնեցին զորով գրեցին ուզբեկ։ Եվ որ սկսեցին դու ուզբեկ ես, դու ես ինչ ես, դու են ինչ ես, սկսեցին այդ խառը ժողովուրդներին բաժանել ազգերի, բաժանել, որ հեշտ տիրեր։
Սկզբնական շրջանում Թուրքմենստանին չէին որոշ այդքան մեծ, բայց քանի որ բազմաթիչների շարժումը գնում էր, իսկ Թուրքմենստանը ամենաշատ ուժեղ աննախուն պայքարող էր կոմունիստների դեմ, խայտառակություններ, գայինը գնացել էր այնտեղ կարգ հաստատելու, այս ընթացքում փորձեցին Թուրքմենստանի տարածքին ձեռք չտալ, ժողովուրդ, շատ չնչին, բայց վերցրեցին Խորեզմի տարածքը, բաժանեցին, մի քիչ տվին թուրքմեններին, որ այնտեղ հանգստանան, մի մասը տվեցին ուզբեկներին։ Սամարխանդն ու Բուխարան, որոնք էթնիկ տաջիկներով լիքն էին, տվեցին ուզբեկներին եւ Ղազախստանից հողեր վերցնելով տվեցին ուզբեկներին, որը առաջացրեց կռիվներ, իրար մեջ կռիվ, ջրի կռիվ, մարդկային խմբերի կռիվ եւ վերցեցին կարակալպակներին, որոնք ավելի շատ ղփչաղական եւ ղազախական ցև էին, 3 ինքնավարություն տվեցին։ Սկզբում կարակալպակներին տվեցին անկաբանը ինքնավար մարզ, կպցրեցին Թուրքեստանին, այսինքն Ղազախստանին, Կիրգիզների, հետո կպցրեցին Ռուսաստանին, հետո վերցեցին բարձեցին ինքնավար հանրապետություն, կպցրեցին ուզբեկներին, որ այսօր վիճակը կա։ Զարմանալի է, չէ՞ պատճառը բռնելով տնտեսական կապը։ Հիշեցնեմ, զուգահեռ Արցախը միացրեցին Ադրբեջանին, սուտ պատճառ բռնելով, որ տնտեսապես այդպես հարմար է։ Եվ բնականաբար սկսեց իրար մեջ կռիվը։ Հետագայում կիրգիզներին, որին կարակիրգիզներին փոքր տարածք էին տալու, կարակիրգիզների հողերը վերցրեցին, ուզբեկներին ապրում օշ մի մասը տվեցին ուզբեկներին, որպեսզի պատերազմ չլինի իրար մեջ, օշը, որը ուզբեկներին մեծ մասամբ ապրում, վերցրեցին, տվեցին կիրգիզներին։ Հասկանում եք, չէ՞, պատերազմ սարքելու ամենալավ ձևը։ Հետագայում նաև ինչ արեցին, պատերազմ էր գնում Տաշկենտ քաղաքի մասին, որ այդ ժամանակ միակ քաղաքատիպ տեղն էր։ Հիշեցնեմ ձեզ, որ Բիշկեկը, որ այսօր կա Ֆրոնզեա կոչվում, ստեղծվել գյուղ է եղել 1900 մինչև 25 թիվը, այսինքն սովետը եկել էր, հենց ինքը գյուղ էր, անցել էր սովետից։ Պարզ է։ Եվ Տաշկենտի համար, քանի որ էթնիկ բնակչությունը մեծ մասը ղազախ էին, բայց կենտրոնում ապրողները ուզբեկ ու սարթեր էին, սրանք վերցեցին, տվեցին ուզբեկներին։ Իմիջիայլոց խորհրդային ղեկավարությունը Թուրքեստան բառ, որպեսզի թուրքերի հետ է կռիվ չլինի, Թուրքեստան բառը չվիրավորեն, փոքրիկ Թուրքեստան պայմանական անունով Ուզբեկստանն էին կազմակերպել ու որպեսզի ոգեշնչման միջոց նրանց տվեցին, թե ձեր տերը դուք Լենգ Թեմուրի շարունակողներն եք։ Ինչա Լենգ Թեմուրը այդ տարածքում է, բայց ուզբեկ չէ, տաջիկ չէ, անհայտ ազգ է եղել, ամենաշատ թուրք սպանող մարդն է եղել աշխարհում։ Ճիշտ է ինքը Հայաստանի վրա էլ է հարձակվել, բայց Լենգ Թեմուրի պետությունը Օսմանյան կայսրություն բան լրիվ վերացնում էր, չկար թուրքերը։ Լենգ Թեմուրը ամեն ինչ վերացրել է, ամենաշատ պատմության մեջ թուրք սպանած մարդը դա Լենգ Թեմուրն է, ժողովուրդ, միլիոններ։ Ու սրանց վերցրեցին, որ դուք ես ազգն եք, բաժանիր որ տիրես, սկսեցին արդեն անցնել գյուղական։ Քանի որ Ուզբեկստանի հարցը մի կերպ լուծեցին ղազախների հետ կռիվով, Թուրքմենստանից վախեցան, որովհետև թուրքմենները մինչև վերջ 31 թիվը, նույնիսկ տեղ կա 42 թիվը պայքարել են սովետի դեմ։ Տեսեք կռվողազգից ոնց են վախենում։ Գնացին կիրգիզների վրա, սկզբից սարքեցին ինքնավար մարզ ղազախականի կազմում, հետո առանձնացրին։ Մնացին տաջիկները, տարածքի ամենամեծ քանակությամբ ազգը։ Պարսկական ժողովուրդ, որին ասին տաջիկ, տաջիկ բառը մինչև այդ չեղը։ Բոլորը կոչվել են իրանցիներ, պարսիկներ եւ հարված հասնելով Պարսկաստանի, որ հետագայում նաեւ նվաճ են գան հասնել Անգլիան դրա համար էր փրփրած ու Պարսկաստանում զորքը պահում եւ Աֆղանստանում։ Վերցնում են տաջիկներին, սարքում են ուզբեկներին են խնդրում իբր ուզբեկների առաջարկությամբ դառնա տաջիկական ինքնավար մարզ փոքր տարածքում առանց Լենինաբադի, բայց հասկանալով որ Լենինաբադը եթե պահեն իրենց ուզբեկ շատ կա, հսկայական Բուխարա, Սամարխանդ, Ֆերգանայի հովիտ եւ մինչեւ հասնելու են Ուրգենչ, Խորեզմ, խայտառակություն է լինելու։ Խորեզմը թողել են հիմա 6-7 թե 8000-անոց մի հատ Խորեզմի շրջան, թե մարզ մնացած ամբողջը վերցնում տալիս են տաջիկներին, այսպիսով ստեղծելով տաջիկական ինքնավար հանրապետություն, հետո տաջիկական հանրապետություն 29 թվից։ Այս ամբողջի արանքը այնքան իրար մեջ անկլավ կա, բոլորը լավ գիտեք, մինչև այսօր տեսնում եք տարին 20-ից 50 իրար մորթոցի է լինում ուղղակի բոլոր ազգերը, այսինքն այդ հարցերը լուծված չէ, սահմանային հարցերը լուծված չի մինչև այսօր։ Նույնը կատարվում է Հայաստանի հանդեպ, Ադրբեջան, տեսեք, տալիս են, վերցնում են, կռիվը սարքում վերցնում են։ Հիմա մենք Նիկոլը որ փախավ, ասել մենք եկանք իշխանության, մենք խոսք ենք տվել, չէ, հրաժարականը միանգամից պահանջում ենք Նախիջևանի եւ Արցախի ազատագրում։ Ազատագրում ենք դուրս է գալիս ռուսական տարբերակը սկսելու է խաղալ էլի
թուրքի հետ, սենց անելու կամ հայի հետ եւ այլն, սա ցույց կտա իրենց ոնց կպահեն։ Ասածս ի՞նչն է Ժորժ ջան, ազգերի բաժանելու եւ պառակտելու մեջ ռուսական կայսրությունը համար մեկն է ջհուդական մասոնական ղեկավարության։ Եվ հիշեցնեմ վերջում, որ Իոսիֆ Վերայկիսին եւ Իոսիֆ Զելենսկուն 1930 թվականին համարում են հակա եւ գնդակահարում են։ Սա էլ հիշեցնեմ ձեզ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հիշեք, նվիրված շներին, որոնք Խորհրդային Միության համարանից արեցին, որ Միջինասյան իրար մեջ շուտի ու ընդմիշտ միանա Խորհրդային Միությանը, սատկացրին որպես անհետ կորած վերջի շներ հակա, մինչև այսօր էլ դրանց մասին ուղղակի պատմական թուղթասկի բարեկամները հայտնի չի, տարել են գուլակ, սպանել են թե չէ։ Նույնն էլ սպասվում է ձեզ, ով ռուսին անմասն տրվում է, նրան անհետ կորցնում են մինչև վերջի ցեղի անդամ։ Դուք ցանկություն ունեք ձեր Նիկոլը հասկանում եք, որ ցանկություն ունի իր երեխեքը վերանան մորթեն, ինքը գիտի, որ իր երեխեքը չի։ Բա դու Քոչարյան, դու ցանկություն ունես մինչև վերջի թորդ ու ծորդ կորցանեն, Սիրժիկ դու թորներից էլ ոսկրածուծի ցողունի սոկ վերցնեն, ոնց որ քոկանիկներ անում Հայաստանի երեխեքից ու ծախում։ Այսի հարցի մյուս կողմն է։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս, կրկին անգամ շնորհավորում եմ հայրերին, տղամարդկանց, ով հայրը հայրերի տոնի արդիվ հիշեք, հայ ազգի թշնամիները ինչքան էլ երազեն, հային հաղթել չի լինելու, քանի որ մեր մեջ Աստծո մասնիկն ու լույսն է, իսկ ով ծախվում է արդեն վերանում է դրանից Աստծո պաշտպանությունից, վերածվում է Նիկոլ Քրչի նման, որ ինքը անվանում է եկեղեցու քրչ ու փալասի։ Դրա համար թող Աստված արժանին պատժի Հայաստանի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի Ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արտվինում, Բաբերդում, Սասունում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։